Հիմա իհարկե հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է հետ կապված։ Մենք քննարկել ենք նաև եւ երկու հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ, տարբերակ 1, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով հետը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո շատ կարևոր բան է, պրոֆեսիոնալ կառավարիչ ոլորտի հրավիրենք, որ կառավարի, այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ որ պատճառով անհասանելի է, որովհետև այնուամենայնիվ մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում փաստացի պետական բյուջեի ծախս է, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ես ուզում եմ անկեղծ ասեմ, ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջի տարբերակն է։ Ճիշտն ասած, ես կցանկանայի։ Հա, բայց այդտեղ ֆինանսական հարց կա, որը բյուջետային ֆինանսական հարց է, որտեղ մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք եւ այլ խնդիր երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը բան կանենք, կնվազացնենք, որովհետև եթե նույնիսկ ենթադրենք, որ կառավարիչը կարող է նկատի ունեմ կոնցեսիոների հետ խնդիրներ լինեն, այնտեղ հեշտ է, մեր սեփականությունն է, մենք ամբողջությամբ լիազորությունները կարող ենք ունենալ։ Եվ հիմա քննարկում ենք, այստեղ կարևոր է ընկերության օբյեկտիվ գնի դուրսբերումը, այն օբյեկտիվ գնի, որը պատկերավոր ասած օբյեկտիվ օտարման գին կարող է լինել։ Իհարկե որոշ նրբություններ, որովհետև այդ ձեր բոլոր ասած գործոնները ազդում են իհարկե։ Ուղղակիորեն։ Ազդում են նաև են, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ է արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիա է ձեռքվել, որովհետև այդ լիցենզիան էլ շատ, եթե չասենք ամենակարևոր, ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։ Այնպես որ ուսումնասիրենք եւ իհարկե որոշ ժամանակ ունենք հանգիստ մտածելու եւ կմտածենք եւ նաեւ իհարկե ձեր տված ձեր ներկայացրած տեղեկատվությունն էլ կվերլուծենք հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ էլ կխորհրդակցենք, կառավարությունում էլ կխորհրդակցենք եւ որևէ որոշում կգանք, այս պահին ես ուզում եմ, որ համոզված լինել, չնայած համոզված եմ, որ սպառողների իրավունքների հետ կապված